Միսակ Մանուշյանին նվիրված մեկ շաբաթ Հայաստանում մեկնարկը տրվում է Արտաշատի դրամատիկական թատրոնում Մանուշյան ներկայացումով։ Դեռ վաղուց էինք մտմտում Միսակ Մանուշյանին նվիրված ներկայացում անելու շուրջ եւ դա մինչեւ պանթեոնիզացման մասին լուրերն էին եւ երկար փնտրեցինք պիես, որը կներկայացնի Մանուշյանին ամբողջական իբրև մարտիկ, իբրև որոշակի գաղափարախոսության եւ հանձնառության կրող, իբրև պոետ, շատ բազմաշերտ կերպար է նա եւ չգտանք այդ պիեսը։ Միսակ Մանուշյանի և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցների մասին պատմությունը սկսեց փորել Սաթե Խաչատրյանը, որի հիմնած Սաթե Աթխ թատերական միությունը արդեն 12 տարի զբաղվում է Ֆրանսիայում հայկական մշակույթի հանրահռչակմամբ։ Փարաջանովին և Քոչարին մոդեռն պարով ներկայացնելուց հետո Մանուշյանի մասին պետք էր խոսել բառերով։ Քաղաքը միայն քո մասին մտածեց, նրանց տանիր, նրանց մեծ մասը 20 տարեկան էլ չկա։ Որոշեցինք ստեղծել մերը եւ գտանք մի դրամատուրգ Շոշանա Բուխոբզային, ով վավերագրող է, կինովավերագրող է, նաեւ երկրորդ աշխարհամարտին նվիրված բազմաթիվ վեպեր ունի, մասնավորապես կանանց մասին համակենտրոնացման ճամբարներում, մի խոսքով մեկին ով նյութին հրաշալիորեն տիրապետում է, եւ խնդրեցինք իրեն հստակ ցուցումներով գրել պիես։ Ու որոշեցինք, որ ամենաճիշտ եւ հետաքրքիր կոմպակտ ձևաչափը հարցաքննություններն են։ Շարունակությունը գիտեք։ Մատնություն, արտաքսում։ 8 ամիս շարունակ Փարիզի ոստիկանության և Ֆրանսիայի ազգային արխիվներն են փորփրել, հարյուրավոր ցուցմունքներ և արձանագրություններ ուսումնասիրել։ Պիեսի պրեմիերան ամիսներ առաջ Ֆրանսիայում է տեղի ունեցել։ Հիմա արդեն Արտաշատի բեմում կներկայացվի հայաստանցի հանդիսատեսին։ Էսիա, բանն ասում ա, քեզ որտեղ են ձերբակալել։ Հա, այդերից են գնում։ Դիմադրությունը ըստիս միայն զինված չի լինում, դիմադրության լավագույն եւ առաջնային դրսեւորումը կրթությունն է, եւ քանի որ պատմությունը կրկնվելու հակում ունի, կարծում եմ կրթության միջոցով է, որ մենք կարող ենք հասնել այն մակարդակին, որ թույլ չտանք պատմության մեջ եղած աղետները կրկնվեն, եւ դրա համար սերունդներին կրթելու համար շատ հերոսներ կան, շատ կերպարներ կան, որոնց մասին պիտի ավելի ու ավելի իմանանք։ Vous n'avez réclamé la gloire ni les larmes. Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Մանուշյանը եղել է եվրոպական ներգաղթյալներից կազմված խմբավորման ղեկավարը, որն իրականացրել է դիվերսիաներ ընդդեմ նացիստների։ Մանուշյանն ու ընկերներից շատերը ձերբակալվել են և 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկվել։ Ֆրանսիայի ազգային հերոսի և նրա կնոջ Մելինեի աճյունները անցած տարի ամփոփվեցին Փարիզի Պանթեոնում։ Վերահուղարկավորության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց. «Այսօր կա Ֆրանսիա, որ երախտապարտ է ձեզ»։ Est-ce donc ainsi que les hommes vivent? Մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Ֆրանսիայի դեսպանատան, Եվրամիության ներկայացուցչության համատեղ կազմակերպած Մանուշյանական շաբաթը կսկսվի մարտի 14-ին։ 5 օրվա ընթացքում ներկայացումից բացի գիտաժողովներ, քննարկումներ կկազմակերպվեն, ֆիլմեր կցուցադրվեն, պոետ Մանուշյանի հետ ծանոթության առիթ կլինի։ L'affiche qui semblait une tache de sang. Սա դարձավ իսկապես մի ամփոփ նախագիծ, որտեղ Մանուշյանին մենք ներկայացնում ենք նաև գիտական տեսանկյունից, պատմական տեսանկյունից, գեղարվեստական, կրթական։ Երևանում կտեղադրվի նաև Միսակ Մանուշյանի քանդակը, բայց սա արդեն այս շաբաթվա իրադարձություն չէ։ Երևանի քաղաքապետարանը այսօր միայն հայտնեց, որ կիսանդրու համար հայտարարված մրցույթում Սարգիս Բաբայանի հեղինակած ստեղծագործությունն է հաղթել, թե երբ կտեղադրվի Ֆրանսիայի ազգային հերոսի արձանը Միսակ Մանուշյանի անվան պուրակում հայտնի չէ։